թույլ տվեք չհամաձայնել, որովհետև սա այն նպաստի տեսակը չի, որը կարող է բերել աշխատելու ցանկության անկմանը, որովհետև այսպիսի նպաստներ, երեխայի ծննդով պայմանավորված նպաստներ նաև գործում են զարգացած երկրներում, որտեղ գործազրկությունը բավականին ցածր մակարդակի վրա է եւ նույնիսկ ավելի բարձր երաշխիքներ են տալիս երեխայի ծննդով պայմանավորված ուրեմն երաշխիքների համար, սա նաև ժողովրդագրական նպատակ ունի ու նաև սա վերաբերմունք է պետությանը երեխայի ծնվելու կապակցությամբ ընտանիքին, որովհետև այդ երեխան մեր ապագա մարդկային կապիտալն է, ներդրումն է դրա մեջ եւ կարծում եմ պետությունը նորմալ է, որ պիտի արձագանքի նաև այս ձևով։ Ժամանակս չհերիքեց արձագանքել եք, չէ՞, բա։ Տադևոս Ավետիսյան հաջորդ հարցի համար։ Պարոն Խաչատրյան, դուք ներկայացրեցիք ահագին ժամանակ ունեիք, բայց ցավոք սրտի այս նախագծերի փաթեթի բուն հակասոցիալական էության մասին չխոսեցիք։ Հիմա դուք սա անկերպով ասում եք համահարթեցնում ենք երեխայի ծննդյան միանվագ նպաստը։ Բայց դուք չեք ասում, որ օրինակ այսօր ստանում է երեխան, երբ որ երրորդ ընտանիքի կամ 4-րդ, 5-րդ երեխան է, 2 անգամ ավել կամ 3 անգամ ավել միանվագ գումար, քան դուք առաջարկում եք։ Այսինքն 1 միլիոն դրամը երրորդ երեխայի համար այսօր վճարվող միանվագ նպաստը 1 միլիոն դրամը դուք ասում եք թող դառնա 500,000 դրամ։ Ճիշտ է։ Հիմա երկրորդ կարևոր խնդիրը։ Դուք բերում եք ժողովրդագրության վերաբերյալ, ասում եք նպաստները անունը փոխում ենք, չգիտեմ ինչը դարձնում ենք նպաստ։ Լավ։ Բայց այն ամենակարևոր խնդիրը, որ 2018 թվականից սկսած խոսվում է եւ նաեւ ձեր կառավարության ծրագրերում կա բազմազավակ ընտանիքների աջակցության մասին համապարփակ օրենքի նախագիծ, որ նաեւ 2 անգամ ներկայացրել եմ, մերժել եք։ Ինչի՞ չեք բերում, որ համալիր աջակցություն ցուցաբերեք այդ ընտանիքներին։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան, այսօր օրինակ երրորդ երեխան երբ ընտանիքում ծնվում է, ստանում է 1 միլիոն դրամ միանվագ նպաստ։ Նաև նշեցի, որ 2022 թվականին կառավարությունը մի այսպիսի էքսպերիմենտալ ծրագիր հաստատեց, որով կգնահատեր արդյոք այն ունենում է ազդեցություն երրորդ կամ ավելի բարձր կարգաթվով երեխաների ընտանիքների ծնունդների վրա եւ ինչպես նշեցի այդ էքսպերիմենտը կարող ենք հաջող համարել, որովհետեւ 22 թվականին գործարկված ծրագրի ժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 31-ն էր եւ ձեր հաշվարկով այսօր ստանում է, եթե չհաշվենք այդ ծրագիրը, ստանում է 1 միլիոն, մեր նոր առաջարկով ստանալու է կես միլիոն եւ դրան գումարվելու է 6 տարի շարունակ 50,000 դրամը, որը 3.6 միլիոն պլյուս կես միլիոն 4 միլիոն 100,000, ընդ որում նշեմ, որ 50,000 դրամ ստանալը, եթե անկանխիկ եղանակով ամբողջությամբ ծախսվի, մինչև 10,000 դրամ էլ հետվճար կարելի է ստանալ եւ դա 6 տարի շարունակ կարող է տեղի ունենալ, եթե անկանխիկի տոկոսը հետագայում չբարձրանա կամ փոփոխությունների չենթարկվեն։ Արձագանքից հետո, համեց։ Պարոն Խաչատրյան, անկախ նրանից դա եղել է ժամանակավոր ծրագիր թե ինչ, կոնկրետ 2025 թվականին, երբ որ մեկի ընտանիքում մեր հայրենակիցներից ծնվել է երրորդ երեխան, ստացել է 1 միլիոն դրամ միանվագ, օգնություն ասենք կամ գումար, իսկ նաև այդ ծնողը ստացել է 60,000 50,000, չէ՞, կարծեմ ամսական նաև 50,000 դրամ։ Հիմա դուք ասում եք, եկեք սա անունը դնենք նպաստ, ավելի կայուն հիմքեր, օրենքում շատ լավ է, նորմալ է։ Բայց մի դրական բան որ անում եք, ինչ եք անպայման մի հատ էլ հետը բացասական հակասոցիալական անում։ Ինչ եք մարդու 1 միլիոն դրամ ստանալիք միանվագ դրամական օգնության չափը կամ նպաստի չափը դարձնում 500,000։ Այս պարզ բանը, թե չէ հիմա, այո, որ ավանդ դնի այդ փողը, էլի տոկոս կստանա, որ չգիտեմ, ներդնում անի փոքր բիզնեսում ավելի կաճի,
Այդ բան ենթադրյալ շղթան թողեք, կոնկրետ հարցին կոնկրետ պատասխան տվեք։ Կոնկրետ հարցին պարոն Ավետիսյան, կոնկրետ պատասխան ենք տալիս։ Գործուման նպաստի մեկ տեսակ այս դեպքում, որը քննարկում ենք, որը միանվագ նպաստն է, 1 միլիոն է։ Մենք հիմա առաջարկում ենք այն ծրագիրը, որը գործարկվել էր 2022 թվականին 3 տարի ժամկետով, 4 տարի ժամկետով, ավարտվում է եւ այդ փորձառությունը բավական դրական արդյունքներ է գրանցել։ Մենք հիմա ասում ենք 1 միլիոնի փոխարեն կտանք 4 միլիոն 100,000 դրամ։ Հələ այդ այդ ամեն ինչը դնենք մի կողմ։ Ինչ վերաբերում է նրան, որ այս ընթացքում մենք էքսպերիմենտ ենք արել, այո, եղել են ընտանիքներ, ովքեր դրանից շահած են դուրս եկել, որտեղ երկուսից էլ օգտվել են միաժամանակ, ինչը կարծում ենք դրական բան է, բայց նաև համաձայն չեմ այն մտքի հետ, որ տուժելու են ընտանիքները, այն իմաստով, որ մենք այս համահարթեցումը առաջարկում ենք ուժի մեջ մտցնել 26 թվականի սեպտեմբերի 1